Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ ես ներկայացնեմ մեր այսօրվա առաջին թեման AI Conf Armenian արհեստական բանականության նվիրված հայկական խոշորագույն կոնֆերանսը վերադառնում է այն ոչ թե պարզապես 4-րդն է, այլ քառապատկված է, այլ 4-րդ աստիճանում, ճիշտ համահունչ ոլորտի զարգացմամբ։ Ապրիլի 18-ին Մայրբույի հարկի տակ վերաիմաստավորվել է ԱԲ ոլորտի աճը եւ նախանշվելու է ապագայի ուրվագիծը։ Իսկ թե ինչ ձևաչափով եւ ինչպես կպատմեն մեր այսօրվա հյուրերը։ Իսկ թեման կարծում եմ բավականին հետաքրքիր է, շատերի մոտ հարցեր առաջացան, որոնց պատասխանները գուցե գտնեք մեզ այսօրվա հյուրերի պատասխաններում։ Այսպիսով մեր տաղավարում հյուրընկալել ենք Երևան N լաբորատորիայի հիմնադիր Հրանտ Խաչատրյանին, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանին։ Բարի օր, շնորհակալություն մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Եկ պատմենք ինչու է քառապատկված, ինչ նորություններ կան ապրիլի 18-ին, որ օրինակ նախորդ տարի չեն եղել։ Տեսեք, արհեստական բանականությունը շատ արագ է զարգանում ու մենք փորձում ենք հետ չմնալ ու այս տարվի Հայաստանում մեկը մյուսի հետևից բացվում են շատ մեծ համակարգչային կենտրոններ, որոնք հնարավորություն կտան հենց Հայաստանում ստեղծել տարբեր տեսակի արհեստական բանականության գործիքներ ու այդ տեմպը թե ինչ արագությամբ են Հայաստանում այդ տեսակ համակարգիչները ձևավորվում, մեզ թույլ է տալիս այդպիսի տերմիններով խոսել, որ մենք արդեն 4-րդ աստիճան ենք բարձրանում, հա, ու դրանցից առաջինը Երևանի պետական համալսարանում, հա, մեր լաբի մոտ ստեղծվել է եւ այս հունվար ամսից արդեն գործում է, հա, մեծ համակարգիչ է ու այս միջոցառումը ինչ որ իմաստով այդ համակարգչի բացումը տոնելու առիթ է, հա, որ ոլորտի մասնագետները հիմնականում Հայաստանից, բայց նաև ունենք շատ կարևոր հյուրեր ԱՄՆ-ից, հավաքվենք միասին տոնենք եւ քննարկենք, թե այս ինչ հնարավորություններ է բացում մեր համար ու նաև հրավիրել ենք այն ընկերություններին, որոնք իրենց համակարգիչներն են այս պահին Հայաստանում կառուցում, հա, երևի լսել եք, որ Գագարին գյուղում եւ Հրազդան քաղաքում այս պահին շինարարություն է գնում եւ կառուցվում են երկու հսկայական համակարգիչներ, որոնք տարվա ընթացքում կբացվեն, իրանց ներկայացուցիչներն է կլինեն, որ այդ արդեն կստացվի 3 հատ արհեստական բանականության գերհամակարգիչը Հայաստանում ու այդ բոլորը ներկայացված կլինեն շաբաթ օրը եւ կոնֆերանսի ժամանակ կներկայացվեն։ Սարգիս, խոսվեց տեմպի մասին, իրականում որքանով ենք համահունչ գնում աշխարհի տեմպին։ Համահունչ չենք։ Թերեզա ասեց արդեն։ Իրականում շատ տարբեր ուղղություններով մենք բավականին հետ ենք, բայց այս ուղղությունն է, որտեղ այս տարի այդ երկու համակարգիչներ, որ արդեն սկսեն իրենց աշխատանքը, Հայաստանը կմտնի աշխարհի top 10-յակի մեջ արհեստական բանականության համար նախատեսված հաշվարկային հզորությունների տեսանկյունից ու դա է նաև մեզ տալիս այդ հնարավորությունը խոսել 4-րդ աստիճան եւ այլն, իրոք այս վերջին 30 տարիներին տեխնոլոգիական համայնքի զարգացումը բերել է այս զարգացմանը, որ մենք մտնում ենք աշխարհի 10-յակը գոնե ինչ-որ մի կետով։ Այսինքն հերթական գլուխգովանությունը չենք անում։ Չէ, հերթական գլուխգովանություն չէ, բայց դա շատ հետաքրքիր բան կա, կոնֆերանսը ինչի մասին է հիմնական շեշտը լինելու։ Դա այդ հզորությունը ունենալն է, հա, ենթադրենք պատրաստվում ենք Ֆորմուլա 1-ի մրցույթներին ու Հայաստանը ունի աշխարհի top 10-յակի մեջ մտնող մեքենա։ Բայց նաև պետք է ունենանք վարորդները այդ մեքենայի ու կոնֆերանսը ուղղվածալնելու ամբողջությամբ դրան, որպեսզի մեկ ուրիշ անալոգիա ասեմ, հա, եթե նախկինում հայկական գիտնականները, տեխնոլոգիական առաջնորդները, ճարտարագետները ուզում էին արհեստական բանականության օգտագործմամբ կամ նոր արհեստական բանականություն սարքելու ճանապարհին, ասենք, աշխարհի մակարդակով մրցունակ գործ անեին,
պետք է հասանելիություն ստանային Հայաստանից դուրս համակարգիչների, ասենք չեմ, եթե այդ միտքը ծագում էր Microsoft-ի աշխատակցի, Facebook-ի աշխատակցի կամ որևէ այլ Nvidia-ի աշխատակցի մոտ, ինքը միանգամից առավելություն էր ստանում Հայաստանում նստած մասնագետի նկատմամբ։ Հայաստանից հասանելիություն ստանալը այդքան հեշտ չի, դրանք շատ մեծ գումարների հետ են կապված, նաև հասանելիությունը կարգավորվում է, օրինակ Չինաստանում նստած մասնագետը հասանելիություն չունի Ամերիկայում նման համակարգիչների։ Հիմա սրանով իրավիճակը փոխվում ու արդեն այդ հնարավորությունը ունենք նաև մենք։ Ինչ ճանապարհով են նրանք այդ համակարգիչները եւ այդ համակարգիչների հիմնադիրները արդեն ունեն խոստումներ, որ հասանելի են դարձնելու հայ գիտնականների եւ ճարտարագետների համար եւ պետությունը խոստում է տվել, եթե չեմ սխալվում, 25 միլիոն դրամի դոլարի ներողություն դոլարի հասանելիություն տալ այդ համակարգիչներին, այսինքն արդեն եթե դուք ունեք ինչ-որ միտք արհեստական բանականություն օգտագործելու կամ նոր արհեստական բանականություն ստեղծելու, դուք հավասար եք Microsoft-ում, Facebook-ում, Nvidia-ում նստած մարդկանց հետ հավասար հնարավորություններ ենք ունենում։ Հիմա արդյոք մենք կկարողանանք շատ արագ 2-3 տարվա ընթացքում օգտագործել այդ հնարավորությունը ու առաջ անցնել նաև արդեն մեր ապրանքներով, մեր առաջարկներով մտնել աշխարհի top 10-յակ, այդ մեր կոնֆերանսի թեման է։ Հետաքրքիր հանգամանք, որ սենց ժամանակակից իրականության մեջ երբ որ ասենք արհեստական բանականություն առաջին ինչն ենք պատկերացնում, ChatGPT-ն ենք պատկերացնում։ Բայց այն մեն ChatGPT չի։ Այո, ինձ հետաքրքիր է որպես մասնագետներ պարզաբանեք, որ արհեստական բանականությունը ավելին է, քան ChatGPT-ի հետ, գիտել, որ կարող ենք ու վերջ։ տանը նստած, ասել գեներացրու այս նկարը կամ մրգերի մասին մուլտ սարքիր։ Նույնիսկ առողջապահական համակարգը թեվացենք։ ChatGPT-ն շատ կարևոր բան է, հա, այսինքն իրան կարելի է օգտագործել շատ կենցաղային կամ ոչ այդքան լուրջ թեմաներով, հա, տենց ժամանակ սպանել, բայց կարելի է նաև օգտագործել լուրջ աշխատանքային գործիքներում, հա, օրինակ այսօր ChatGPT-ի ու Claude-ի հիման վրա ստեղծված արհեստական բանականության գործիքները ծրագրավորողները օգտագործում են իրենց գործը, ասենք 10 անգամ ավելի արագ անելու համար, ասենք մեր լաբորատորիայի աշխատակիցները արդեն ծրագրավորումը անում են այդ գործիքների միջոցով ու շատ մեծ էֆեկտ են ստանում, հա, շատ արագ են իրանց գործը կարողանում անել ու այդ կգնա նաև շատ ուրիշ ոլորտներ, հա, շատ տարբեր մասնագիտություններ, որոնք այսօր կապված են համակարգչի հետ, համակարգչի առաջ ինչ-որ բան անելու հետ, այդ բոլոր մասնագետները աստիճանաբար կգտնեն ձևերը այդ ChatGPT-ի նման արհեստական բանականություններով իրենց գործը արագացնելու համար։ Բայց իհարկե դա միակ տեսակը չի արհեստական բանականության, ինչպես դուք ասացիք, օրինակ մեր լաբորատորիայում մենք փորձում ենք մշակել արհեստական բանականության գործիքներ ռոբոտների համար, հա, ասենք եթե վաղը մյուս օր ստեղ մի հատ ռոբոտ քայլի, հա, իր մեջ լավ կլինի, որ լինի արհեստական բանականություն, որ ինքը հասկանա իր շրջապատը, հա, չգիտեմ։ Քանիկին հիմա մեզ դիտող երազես թե իր տունը ոնց են հավաքելու ճաշը, եփելու, երեխային փոխելու, լողացնելու։ Այդ օրինակ շատ կարևոր ու շատ դժվար խնդիր է ռոբոտաշինության տեսակետից, հա, բայց այդտեղ համ ռոբոտ սարքելն է բարդ, հա, Սարգիսը կասի ինչքան բարդ ինքը զբաղվել է այդ տեսակ հարցերով, բայց կա նաև այդ ռոբոտի ինտելեկտի հարց, հա, ասենք ենթադրենք այդ ռոբոտը կա, ինքը շարժվել գիտի, բայց ինքը պետք է հասկանա, ասենք այս շորը հիմա ծալեմ թե չծալեմ, հա, ինչ պետք է անեմ, ոնց պետք է ընդեղից հանեմ, այստեղ գալիս են մասնագետներն արդեն հասնում։ Այդ տեսակ արհեստական բանականություն սարքելը այսօր դեռ ChatGPT-ները դա չեն կարողանում անել, հա, ու օրինակ մեր լաբորատորիայում մենք փորձում ենք այդ ուղղությամբ աշխատել, ոնց սարքել արհեստական բանականություն, որը կարելի է դնել ռոբոտի մեջ ու ինքը ինչ որ որոշումներ ինքնուրույն կարողանա կայացնի, ասենք, չգիտեմ, եթե դրոնա թռնի, եթե շունա քայլի, հա, եւ այլ եւ այլ։ Ու այս կոնֆերանսի նպատակը այն է, որ ցույց տանք համայնքին, ուսանողներին, ինժեներներին եւ այլն, որ այսօր Հայաստանում կա համակարգչային ռեսուրս, որի վրա կարելի է այդ ամեն ինչը սարքել։ Հա, ասենք մի տարի առաջ մեր լաբի համար շատ դժվար էր այդ տեսակ բաներ նույնիսկ մտածելը։ Հա, հիմա արդեն այդ համալսարանում, որ բացվել է այդ համակարգիչը, արդեն մեր թիմը, ոչ միայն մեր թիմը, ասենք համալսարանի, չգիտեմ, մագիստրատուրայի ուսանողները իրանց մագիստրոսական թեզը գրելուց կարողանում են այդ համակարգիչից օգտվել ու շատ ավելի լուրջ խնդիրներով զբաղվել, քան կարող էին մի տարի առաջ։ Իսկ այս նոր համակարգիչները, որ լինեն, հա, այդ Firebird, Elevate-ը, որոնցից այդ Firebird-ի մասին, ինչպես Սարգիսը ասաց,
3 օր առաջ կարծեմ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարը ասաց, որ կառավարությունը կվարձակալի այդ համակարգչի մի փոքր մասը ու հասանելի կդարձնի գիտնականներին, ուսանողներին։ Դա էլ ավելի մեծ հնարավորություններ է տալիս, այսինքն այն ուսանողները, որոնք հիմա այս համալսարանի համակարգչի վրա կպարապեն ինչ-որ լավ արհեստական բանականություններ սարքել, հետո կարող են գնալ այնտեղ ու այնտեղ էլ ավելի մեծը, էլ ավելի ուժեղը սարքել։ Սարգիս, ինչպես են մարդիկ իմանալու, մասնակցելու կոնֆերանսին, բաց է կոնֆերանսը, այսպես ավելի տեխնիկական հարցեր, բայց նաև հեռուստատողին հետաքրքրում է։ Հա, կոնֆերանսը բաց է գրանցումով, հիմնականում Facebook, LinkedIn սոցիալական մեդիայով ենք տարածում ու նաև գալիս ենք հեռուստատեսություն ու պատմում ենք դրա մասին։ Ուզում եմ հրավիրել բոլոր այն մարդկանց, ովքեր մոտակա պլաններում ունեն որևէ ձևով առնչվել արհեստական բանականության հետ, ոչ միայն օգտագործողի տեսանկյունից, այլ պրոդուկտներ սարքելու կամ ուսանողներից մինչև տեխնոլոգիական ձեռներեցներ ու նաև ոչ տեխնոլոգիական ձեռներեցներ, ովքեր ստիպված են լինելու կիրառել արհեստական բանականություն, որպեսզի մրցունակ մնան շուկայում։ Նման կոնֆերանսները շատ լավ տեղ են հասկանալու ինչա սպասվում, հա, ինչ կա այսօր, ինչա սպասվում 6 ամիս հետո, մի տարի հետո ու 5 տարին շատ դժվար է կանխատեսել, հա։ Շատ արագ է ամեն ինչ զարգանում, ինչի ուզենան հասկանան, գուցե արդեն այնպես որ պետք է իրոք կոնֆերանսներին, այս կոնֆերանսին լինել, որպեսզի հասկանանք, թե Հայաստանում ինչ հնարավորություններ են բացվում եւ մոտ ապագայում ինչա սպասվում։ Ինչ հրաշալի, ինձ հետաքրքիր է ուսանողների ներգրավվածությունը ինչպիսին է գործընթացում, քանի որ նշեցիք Մայրբուհում, որ ֆակուլտետներն են, ես օրինակ առաջինը մտաբերեցի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, այլ ինչ ֆակուլտետներ կան, որոնք process-ում այսպես ակտիվ ներգրավված են։ Տեսեք, այս հիմնական թիրախը այս միջոցառման երևի հենց այդ ուսանողներն են, հա, բոլոր տեխնիկական մասնագիտություններով, սկսած կիրառականից, բայց նաև, չգիտեմ, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, բայց նաև այս ոլորտը զարգանում է այն ուղղություններով, որ օրինակ հենց մեր լաբորատորիայում մենք ունենք հետազոտություններ, որ փորձում ենք արհեստական բանականություն ստեղծել, որը կօգնի նոր դեղերի հայտնաբերման ուղղությամբ, հա, այդ դեպքում արդեն միայն ինֆորմատիկները քիչ են, պետք են նաև քիմիկոսներ, կենսաբաններ, հա, օրինակ մեր լաբորատորիայում մենք արդեն ունենք մի հոգի կենսաբան, ով որ մեզ հուշում է, թե ինչ խնդիրներով է պետք զբաղվել, հա, ու այդ բոլորի համար սա կարևոր է։ Մենք մի հատ փանելային քննարկում ենք նախատեսում առաջին մասում կոնֆերանսի, որտեղ հավաքում ենք տարբեր գիտական խմբերի ղեկավարներ Հայաստանից, ոչ միայն պետական համալսարանից, այլև ուրիշ տեղերից, որոնք իրենց աշխատանքի ընթացքում օգտագործում են այդ հաշվողական ռեսուրսները։ Ու այնտեղ ավելի շատ ֆիզիկոս կա, քան կիրառականցի, հա, այսինքն որովհետև ֆիզիկայում եւս կան խնդիրներ, որոնց համար այդ հաշվողական ռեսուրսները պետք են, թե արհեստական բանականության միջոցով, թե առանց արհեստական բանականության, ասենք իրենք փնտրում են նոր մատերիալներ, որոնք կարող են, ասենք, ապագայում, չգիտեմ, ակումուլյատորի մաս դառնալ, հա։ Այդ դրա համար էլի հաշվարկներ է պետք ու դրա համար էլի համակարգիչ է պետք, ու այս համակարգիչները դրանել են նպաստելու, հա, այսինքն այս կոնֆերանսին նաև այդ տեսակ խնդիրները կերևան, այսինքն ֆիզիկայով հետաքրքրվող ուսանողները, ասենք, երբ որ ինձ գալիս են, ասում են, գիտեք, ֆիզիկայով թվում է, թե գործ չկա, կարող է մենք ծրագրավորող դառնանք եւ այլն։ Ես բոլորին ասում, չէ, ժողովուրդ, դուք եթե դառնաք ծրագրավորող, դառնալու եք, ասենք, 10,000-ից մեկը, իսկ եթե դուք շարունակում եք ֆիզիկայի մասնագետ լինել ու դառնում եք, ասենք, արհեստական բանականության մասնագետ, ով որ ֆիզիկայում է կիրառում արհեստական բանականություն, այդ նորարարություն անող եք դառնում, ունիկալ գիտելիք է դառնում ու դրա համար մենք չենք ուզում սահմանափակել ծրագրավորողների կամ ինչ-որ նեղ մասնագիտության համար, հա, բոլոր ոլորտները արհեստական բանականության գործիքներով կարողանալու են իրենց ներսում անել նորարարություն։ Ու այդ պետքա ցույց տալ, էլի։ Իրականում ուզում եմ արձագանքեմ այդ բանին, ֆակուլտետի փակվելու մասնագիտություն։ Իրականում ճիշտ հակառակն է, պահանջարկը մեծանալու է, ինչ է կատարվում հիմա, եթե այլ գիտություններում հետաքրություն չկար ուսանողների կողմից, որովհետև
վաղուց շատ նոր բան տեղ հետազոտություններ չէր արվում, ներդրումները հիմնականում գնում էին որոշ ուղղությունների մեջ, համակարգչային տեխնոլոգիաների մեջ։ Իրականում կարելի ասել մենք հասել էինք ինչ որ մի հատ պիկի, որ եղած գործիքներով, ասենք ֆիզիկայում ինչ որ հետազոտություն անելու համար կամ քիմիայում եղած գործիքներով հաշվարկային վերին սահմանին էինք հասել, որ հնարավոր էր մարդու ու եղած գործիքների կիրառությամբ հաշվել։ Հիմա այս նոր հաշվարկային հնարավորություններ է գալիս ու այդ սահմանը լավ վերև է բարձրանում ու դեռ չգիտենք, այդ սահմանը կոտրվել է հիմա ու չգիտենք այդ սահմանը որտեղ է հիմա, հա, այսինքն այս պահի դրությամբ բոլոր գիտություններում, այդ թվում նաև սոցիալական գիտություններում անսահման հնարավորություններ է բացվել նոր բացահայտումներ անելու, նոր գիտելիք ստեղծելու, այսինքն այս մենակ համակարգչային տեխնոլոգիաների մասին չի, արհեստական բանականությունը եկել է, որ մարդկությանը նոր էպոխա է սկսվում, հա, եթե նախորդ դարում մենք զարգանում էինք ինկրեմենտալ, հա, կամաց բարելավումներով, հիմա, ասենք, մաթեմատիկայում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք միգուցե հնարավոր լինի լուծել, ֆիզիկայում, տիեզերքի ուսումնասիրության մեջ, կենսաքիմիայում, որտեղ, ասենք, այդ մոլեկուլների քանակը այնքան մեծ են, որ իրանց փոխազդեցությունները հնարավոր չի հաշվել, այսինքն թեորետիկ մասում շատ մեծ հնարավորություններ է բացում ու դրանով իսկ պահանջարկը ավելի մեծանալու է ունենալ ֆիզիկոսներ, քիմիկոսներ ու նաև հասարակական գիտություններում լուրջ հարցեր է առաջանում, օրինակ, երբ որ այս վերջերս իմ օգնակարն արհեստական բանականությունը Արմինեն զանգում էր մարդկանց, պատմում էր մեր նորությունների մասին։ Ու այդտեղ քննարկում էինք մենք, հիմա օրենքով դա չի կարգավորվում, բայց արդեն երկրներ կա, որ կարգավորում են, արդյոք պետք է մարդկանց ասել, որ Արմինեն արհեստական բանականությունն է, թե չէ, երբ որ ինքը զանգում է։ Մենք հնարավոր է չհասկանային էլ մարդիկ անգամ։ Հա, եթե չասեր, չէին հասկանա։ Մենք որոշեցինք, որ պետք է ասել։ Հիմա սա հարց է։ Արդյոք պետք է ասել, թե չէ, եթե ինքը կարողանում է մարդու պես խոսի, պետք է ասել, թե չէ։ Հա, սա արդեն հասարակական գիտությունների խնդիր է, որ պետք է դրվի եւ հետազոտվի, ոնց դա կազդի հասարակության վրա եւ այլն, այսինքն անսահման հնարավորություններ է բացում, նոր էպոխա է սկսվում, այնց որ ես կասեմ, որ հակառակը նոր գիտություններ են գալիս ու հին գիտությունները պահանջարկը մեծանալու է շատ մեծ։ Ոմանք այ վախով են վերաբերվում արհեստական բանականության տարածմանը, մտածելով, այս ինչ աշխարհ է գալի, որտեղ մարդը էլ տեղ չի ունենալու, այսպես վախեր։ Սա թերևս գալիս է նրանից, երբ մի բանից տեղյակ չես, անտեղեկությունը վախ է առաջացնում։ Որքանով է այս վախերը տեղին մտավախությունները։ Տեսեք, ինչ որ մտավախություններ իրոք արժի պահել, որովհետև կարող են լինել փոփոխություններ, տեխնոլոգիական այնպիսի շեղումներ, որ բարձվի, որ շատ բաներ, որ մենք սովորել ենք ու մտածել ենք, որ դա այսքան բան է, որ իմանանք, մենք ամբողջ կյանքում կունենանք աշխատանք, դա հանկարծ բարձվի, որ էլ այդպես չի, հա, ու պետք լինի նոր բաներ սովորել, որպեսզի մնալ աշխատաշուկայում, հա, ասենք իմ կանխատեսումը այն է, որ ընդհանրապես աշխատանքի պահանջարկը կաճի, ինչպես Սարգիսն ասում, հա, այսինքն այնպես չի լինի, որ վերջել դել բան չկա անելու, հա, մեզ մնում է լվացք անելը կամ նկարելը, հա, այդպես կարծում եմ չի լինի, բայց ամեն առանձին վերցրած նեղուղության մեջ, օրինակ հենց չգիտեմ, մեր մոտիկ ոլորտներում, ասենք ծրագրավորման մեջ լինելու են ուղղություններ, որոնք էլ չեն լինելու, հա, այսինքն իմ շրջապատում ես արդեն տեսնում եմ այդ տեսակ ոնց որ պանիկա, հա, որ այն ծրագրավորողները, որ մտածել էին, որ ոչինչ, այս նեղուղության մեջ ես կմնամ ամբողջ կյանքս, հա, մի անգամ սովորել եմ, մի քանի տարի աշխատել եմ, ու տենց երևի հավերժ կմնամ, այ իրանք սկսել են տենց վախ զգալ, որ ոնց որ փլվում է դա, հա, այսինքն պետքա նոր բաներ սովորել, նոր տեսակի գիտելիք ձեռք բերել ու նոր տեսակի խնդիրներ լուծել, բայց ես չեմ կարծում, որ կգա այնպիսի իրավիճակ, որ բոլոր խնդիրները լուծված կլինեն կամ էլ անելու բան չի լինի, հա, ամենայն հավանականությամբ ճիշտ հակառակը, այն խնդիրները, որոնց մասին մենք հիմա չենք էլ կարողանում մտածել, հա, ասենք, չգիտեմ, ինչ-որ բարդ հիվանդությունների բուժումներ, որ հիմա մարդիկ հույս էլ չունեն, որ
դրան երբևէ կհասնեն, հանկարծ կդառնան հասանելի ու հնարավոր կլինի դրանց վրա ջանք դնել ու ինչ-որ արդյունք ստանալ, հա, ու այդ դրանց վրա աշխատող մարդկանց պահանջարկը կտրուկ կմեծանա։ Վախենալ չվախենալու հետ կապված ասեմ, որ չէ, պետք է վախենալ մի քիչ։ Շատ ճկունեմ էլի։ Ես աշխատանք միշտ կունենամ։ Միանշանակ չի։ Հա։ Տեսեք, նորմալ հոգեվիճակում գտնվող մարդը անհայտությունից նորմալ է, որ վախենում է, շատ բաներ դեռ անհայտ է, թե ոնց կզարգանա այս ամեն ինչը, դրա համար նորմալ է վախենալը։ Բայց մի հատ բան ուզում եմ հիշեցնեմ, որ արհեստական բանականությունը ինչքան էլ որ այդ սուպեր բանականությունը որ լինի, ինքը գործիք է ամեն դեպքում մարդու կողմից ստեղծված ու մի հատ բան կա, որ ինքը չի կարողանալու փոխարինել, դա կամքն է, որը որ իծն է տրված է մարդուն ու հիմա էլ արդեն ինչա տեղի ունենում այն մարդիկ, ովքեր իրանց կամքը տալիս են ինչ-որ մեկին, ինչը նորմալ պրոցես է, հա, մենք օրինակ չեմ, ընտրությունների, հա, կառավարություն ենք ընտրում, ասում ենք կառավարեք մեր երկիրը, հա, այսինքն կամ կազմակերպություն գնում ենք աշխատանքի, ինչ-որ չափի որոշումները թողում ենք մեր մենեջերին կամ ղեկավարին, հա, բայց Սա հարցն է, որ արհեստական բանականությունը գալու է վերցնի ինչ-որ մի շերտ ու հիմա դա տեղի է ունենում, ես վերջերս մի հատ շատ արագ զարգացող ստարտափ կա, Hire a Human, ինչ-որ մարդիկ արհեստական բանականությանը հանձնարարություն են տալիս, եթե այդ հանձնարարությունը պարունակում է կոմպոնենտներ, որը որ արհեստական բանականությունը չի կարող անել, օրինակ չի կարող ապրանք տեղափոխել մի կետից մյուսը, արհեստական բանականությունը վարձում է այլ մարդկանց, ասում է ես այսքանը արել եմ, այս մասը չեմ կարող անեմ, ես էլ դու արա։ Այսինքն ստեղ կամքի արտահայտման շերտավորումներ է առաջանալու ու այն մարդիկ, ովքեր իրանց կամքը արտահայտելու են, իրենք միշտ ունենալու են անելի։ Այսպիսով բազմաթիվ ինչուների ինչպեսների պատասխանները կարող են գտնել ապրիլի 18-ին կոնֆերանսի ժամանակ, որ տեղի ունենալու Մայր բուհում։ Իսկ մենք դիտենք գովազդը եւ դիմավորենք մեր հաջորդ հյուրերին։ Մնացեք կենտրոնի եթերում։